Ժողովուրդ, անմեղության կանխավարկածի մասին լսել եք։ Հարցս ուղղում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հարյուրավոր, հազարավոր կոմենտներ են գրում ու դատապարտում են Անդրեին եւ պահանջում են, որպեսզի Անդրեին բարձրացնեն կախաղան, քառատեն, մասնատեն, սպանեն եւ անեծկախառը, հայախառը մեկնաբանություններ են գրում ամենատարբեր Facebook-յան եւ Instagram-յան հարթակներում։ Բնական է շատ, որ այսօր ամենահայտնի երգիչներից մեկը դարձել է ամենակննարկվող մեդիա դեմքը, որովհետև կա մեդիա առիթ։ Բայց ժողովուրդ ջան, գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Դատարանի վճիռ մենք չունենք, որտեղ ներկայացված է Անդրեն որպես բռնարար։ Երևի թե սպասենք այդ դատարանի վճռի, հետո նոր ակտիվանանք։ Դատավարությունը տեղի է ունենում Միացյալ Նահանգներում, այստեղ կողմնապահության մասին որևէ խոսք լինել չի կարող, չէ։ Ասեմ ավելին, դատավորի թույլտվությամբ Անդրեն հանդիպում է երեխայի հետ, պարբերաբար։ Նույն դատավորի թույլտվությամբ Անդրեն լքել է երկիրը եւ գտնվում է այսօր Երևանում, որպեսզի մասնակցի Շանթի նախագծին։ Եթե Անդրեն լիներ հատկապես վտանգավոր հանցագործ, հաստատ Միացյալ Նահանգներում դատավորը թույլ չէր տա նրան, որպեսզի նա լքեր երկիրը։ Հիմա որ գրում եք, որ խոսում եք, գիտեք ինչ, շատերիդ համար այս մեդիա առիթը ծաղրուծանակի թեմա է, շատերիդ համար սրամիտելու թեմա է, հայկական PDD, ինչ որ sense բաներ եք գրում։ Կամ մարդում համար սա անձնական դժբախտություն է։ Կան մարդիկ, կան ընտանիք, ում համար սա անձնական դժբախտություն է։ Կարելի է մի քիչ հարգել դա։ Անդրեն իմ ընկերն է եղել։ Անդրեի հետ ես շփվել եմ պարբերաբար, երբեմն շատ մտերմիկ, երբեմն եղել են նաև ընդմիջումներ մեր ընկերական հարաբերության ժամանակ։ Շատերիս մոտ է այդպես լինում։ Երբեմն մոտենում ես, երբեմն հեռվանում ես։ Ժողովուրդ, բռնարար լինելը կամ մարդ, կին, երեխա ծեծելը ժողովուրդ կներեք, բայց դա Անդրեի մասին չի։ Այս մեկ, երկրորդը, եթե եղել է բռնության ցանկացած դրսևորում, նրանց ընտանիքում, թեկուզ նաև հոգեբանական բռնության դրսևորում, ես Արաղազյանս հայտարարում եմ, որ ես դատապարտում եմ, որովհետև ընտանեկան բռնության ցանկացած դրսևորում իմ համար անընդունելի է, բայց սպասենք դատարանի վճռին։ Սպասենք դատարանի վճռին, որից հետո նոր անենք հետևություններ։ Էլի եմ կրկնում, Միացյալ Նահանգներում են դատում եւ դատավարությունը այստեղ է, իսկ այստեղ հանրային մարդկանց նկատմամբ շատ ավելի խիստ է գտնվում դատարանը, քան սովորական հասարակ մահկանացուների։ Սպասենք, հետո նոր ակտիվանանք, էլի եմ ասում, մարդը ունի սրտի խնդիրներ, մարդու սրտի հետ կապված գործողությունները արված եւ ունի մի քանի ստենդ, նկատի ունեմ Անդրեն, եթե հասցնենք ինֆարկտի եւ մարդը գնա ու խառնվի 1000 տարվա մեռելներին, հաստատ ձեզանից որևէ մեկը դրանից չի երջանկանալու, ասեմ ավելին, երևի թե ձեր խղճիրա թթվելու է, որովհետեւ էլի եմ կրկնում, չգիտեք ինչի մասին եք գրում, բայց ակտիվ գրում եք։ Մեր ժողովուրդը կարողանում է անի, մեր ժողովուրդը կարողանում է յառլիկներ կպցնի, մի կպցրեք։ Սպասեք դատարանի վճռին, որովհետեւ էլի եմ կրկնում, դատը տեղի ունենում Միացյալ Նահանգներում։ Հետո նոր ակտիվացեք։ Ամոթա։ Հա, ու վերջում մի բան էլ ավելացնեմ, ու սրանով եզրափակենք։ Այն որ ամենատարբեր հարթակներում, ամենատարբեր գրառումների տակ, լրատվականների նյութերի տակ գրում եք թագեկանում հայտնի մարդկանց, այդ թվում նաև ինձ, Նազենի Հովհաննիսյան, Մհեր Բաղդասարյան, Ավետ Բարսեղյան, Սոֆի Մխյան, Սիրուշ, լիքը մարդկանց թագեկանում ու ստիպում եք, որ այս մարդիկ իրենց կարծիքն ու տեսակետը ասեն։ Դուք ով եք, որ մեզ կամ վերնշված ուրիշ մարդկանց ստիպում եք կարծիք ասել։ Հիմա մարդիկ կուզենան իմ նման իրենց կարծիքը կասեն, կուզենան չեն ասի։ Ազատ երկիր է եւ Հայաստանում, եւ Միացյալ Նահանգներում։ Իսկ դուք ով եք, որ ստիպում եք հանրային մարդկանց ասեն իրենց կարծիքը։ Հա, այդ մարդկանցից շատերը եղել են իրենց տանը, կերել են, խմել են, սուրճ են խմել, նստել են, զրուցել են, հաճելի ժամանակ են անցկացրել, բայց դա չի նշանակում, որ այսօր իրենք կարող են իրավունք իրենց վերապահեն եւ խառնվեն այդ մութ բազարին։ Դուք ով եք, որ այս մարդկանց այդ ու նաև ինձ ստիպում եք ինչ-որ բան ասել։